Ինչպես որ Մովսեսն անապատում բարձրացրեց օձը, այնպես էլ մարդու որդին պետք է բարձրանա, որպեսզի ով նրան հավատում է, հավիտենական կյանքն ընդունի։ Սա մեր Տիրոջ խոսքերն են իր խաչի մահվան մասին, որը ներկայացվում է բարձրանալ եզրույթով, բարձրացում։ Եթե կուզեք, փառավորում։ Հովանու ավետարանի մեջ Աստծո փառքը Քրիստոսի կյանքում և գործունեության մեջ հենց դիտարկվում է իդեմս խաչի։ Եվ այս տրամաբանությամբ քրիստոնեական եկեղեցին իր տոների շարքում հատկացրել է նաև տոն, մեր եկեղեցու պարագայում տոներ նվիրված խաչին, որոնցից մեկը խաչվերածն է, այսինքն խաչի բարձրացումը, փառավորումը։ Ավելին, մենք աղոթներ ունենք, որտեղ խաչը համարվում է ապավեն, օրինակ խաչ քո եղիցի մեզ ապավեն Տեր Հիսուս։ Թող քո խաչը մեզ համար ապավեն լինի, Տեր Հիսուս, երբ կգաս քո նշանով։ Մեր եկեղեցիները պսակավորված են գմբեթի վրա խաչի նշաններով։ Մեր ամբողջ երկիրը խաչքար է։ Մենք, երբ մկրտվում ենք, դառնում ենք քրիստոնյա, նարոդի հետ միասին նաև տերունական նշան ենք կրում մեզ վրա։ Ինչու է այս մահվան գործիքի տարածումը, տեսանելի տարածումը հատկապես։ Եվ մասնավորապես արդյոք այնինչ մենք հավատքով, հույսով, սովորության համաձայն այսքան վերաբերմունք ունենք խաչի նկատմամբ, արդյոք բովանդակային է, թե զուտ ձև է։ Եվ եթե բովանդակային չէ, զուտ ձև է, ինչու է նպատակը, իմաստը։ Ուրեմն խաչը անհրաժեշտություն էր, ինչպես այստեղ է ասում, մարդու որդին անհրաժեշտ է, պետք է որ բարձրանա։ 14-րդ դարի իտալական ուրեմն նկարչության մեջ մի յուրօրինակ նկար կա, ստեղծագործություն կա, որտեղ պատկերված է խաչափայտը դիմացը սանդուղք դրած, որի վրայով Հիսուս ինքն է բարձրանում։ Մի տեսակ մազոխիզմի վտանգ է նաև այստեղ երևում։ Եթե ասում ենք խաչը անհրաժեշտություն էր։ Մանավանդ, որ Հիսուս նաև մեզ պատգամում է, պատվիրում է, որ եթե ուզում ենք իրեն հետևենք, ապա պետք է վերցնենք մեր խաչը և գնանք իր հետևից։ Այսինքն պետք է խաչի ճանապարհ անցնենք հարության հաղթանակին հասնելու համար։ Բայց ո՞րն է իմաստը, ինչու այս մահվան գործիքը վերածվեց փրկության գործիքի մեր ընկալման մեջ։ Ինչու է ավետարանիչը խաչի մեջ տեսնում Տիրոջ փառավորումը։ Երբ մենք նայում ենք խաչին, նախ տեսնում ենք չարիքի արտահայտություն։ Եթե բարձրագույն պատիժը, որը տրվում է հանցանքի համար, այդ հանցանքը գործողը արդեն չարիք է գործել։ Եվ խաչի մահապատիժը իր ընտրությունն է, այսինքն իր չարիքի պատկերն է այդտեղ մարդու։ Մյուս կողմից, եթե խաչ է բարձրացվում որպես գերագույն պատիժ անմեղը,
այստեղ տեսնում ենք դահիճների չարիք։ Այսինքն նայել խաչին նշանակում է տեսնել մարդկային չարիք իր խտացված ամբողջական հզորության մեջ։ Մյուս կողմից նայել Քրիստոսի խաչափայտին նշանակում է տեսնել Աստծո անսահման սերը, որի զորությամբ Աստված այդքան խոնարհվեց, հասնելով մինչև մարդկային կյանքի ամենաթշվառ խորխորատը, որը արտահայտվեց խաչի ճանապարհով։ Այսինքն մի կողմից մարդկային չարիք, մյուս կողմից Աստծո սերը։ Եվ սրա հանդիպումից է, որ առաջանում է խաչը։ Բայց դիտարկենք մեկ ուրիշ կողմից, ինչու է անհրաժեշտ։ Սրանով նախ ցույց է տրվում, որ Հիսուս կամովին է մոտենում խաչին։ Փրկությունը Աստծո ծրագրի մեջ ուրվագծվում է այս ճանապարհով։ Եվ Հիսուս, որպես Աստծո որդի, որը դարձել է մարդու որդի, մարդկայնորեն հնազանդվում է Աստծո կամքին։ Ունենալով բոլոր մարդկային խոցելիությունը, այնուամենայնիվ գնում է Աստծո կամքը կատարելու ճանապարհով։ Հիմա փորձենք ավելի առարկայական հասկանալ, ինչու ծնվեց փրկության խաչը։ Աստված սեր է, եւ սերը բնութենական։ Եվ այդ սիրո արդյունքում է, որ ինքը անընդհատ արարչագործում եւ նախախնամում է, որի շրջագծում է մտնում նաեւ մարդու փրկության ապահովումը։ Աստծո հարաբերությունը մարդու եւ աշխարհի հետ սիրուց բխած նաեւ արդարություն է։ Եվ մյուս կողմից, ինչպես Հիսուս ինքն է բնութագրում իրեն, ես եմ ճշմարտությունը։ Այսինքն մարդեղացմամբ տեղի ունենում Աստծո անձնավորված ճշմարտության մուտքը մարդկային կյանք։ Ուրեմն սեր, ճշմարտություն եւ արդարություն։ Մեր աշխարհում, մեր կյանքում, մեր իսկ ջանքերով, մեղքի հետևանքով տիրապետող է ատելությունը, կեղծիքը եւ անարդարությունը։ Եվ բախում է տեղի ունենում սիրո եւ ատելության, Աստծո սիրո եւ մարդկության մեջ առկա ատելության, Աստծո արդարության եւ մարդկության անարդարության եւ Աստծո ճշմարտության եւ մարդկության մեջ տիրապետող կեղծիքի միջև այս բախումն է տեղի ունենում, այս բախումից ծնվում է խաչը։ Անցնող դարձողները ծաղրալից դիմում էին խաչյալ Տիրոջ։ Ասում էին խաչից իջիր, կտեսնենք կհավատանք քեզ։ Սա գիտեք ինչ էր նշանակում։ Սա նշանակում էր, որ մաս կազմիր մեր անարդարության, կեղծիքի, ատելության կյանքին, ընթացքին, որտեղ խաչից իջնելը դա էր նշանակում։ Չես ուզում խաչվել, թող այդ ճշմարտությունը, սերը, արդարությունը մաս կազմիր մեզ։ Մենք կտեսնենք, որ դու կարողանում ես իջնել, իդեպ այդ փորձությունը նաև մենք տեսնում ենք անապատում, երբ Հիսուսին առաջարկվում է ցած նետվել, քո մասին գրված է, որ քո ոտքը քարին չի առնի։ Ուրեմն տեսարանը ապահովիր, այդ հրաշքը ապահովիր, եւ մենք կհավատանք քեզ։ Եվ սա ամենամեծ փորձություններից մեկն է նաև մարդու կյանքում։ Որովհետև երբ մենք փորձում ենք ապրել սիրո, արդարության եւ ճշմարտության տրամաբանությամբ, բախումը անհնար է, որ չլինի աշխարհի անարդարության, ատելության ու կեղծիքին։
Եվ այս բախումից ծնվում է նաև մեր խաչը։ Հիմա այստեղ Հիսուս մի հետաքրքիր օրինակ է բերում, որը կարելի ասել խաչի նախատիպն է հին կտակարանում։ Այստեղ նաև մեզ ցույց է տալիս ինչպես հասկանալ մահվան գործիքը վերածվում է փրկության գործիքի։ Տարօրինակ է։ Բերում է Իսրայելի ուխտի ժողովրդի անապատային փորձառությունից մի դրվագ։ Ինչ է տեղի ունենում։ Ուխտի ժողովուրդը դուրս է գալիս Եգիպտոսից դեպի ազատություն, դեպի անկախության նվաճում, դեպի ավետյաց երկիր, խոստման երկիր, որտեղ պետք է կառուցի իր կյանքը հիմնված սիրո, ճշմարտության եւ արդարության վրա։ Այս ճամփորդության մեջ անապատային մի հանգրվանում հայտնվում է դժվարության մեջ ջրի հացի պակաս, հատկապես որակյալ հացի, եւ սկսում է բողոքել Աստծո դեմ, բողոքել Աստծո ներկայացուցչի Մովսեսի դեմ։ Մի տեսակ չուզելով պայքարել ազատության նվաճման ճանապարհին, կքելով կամ պարտվելով այս դժվարությունների առջև, հիշելով ստրկության մեջ առատ հացը կամ հացը, փորձում է հրաժարվել այս պայքարից։ Եվ այստեղ մենք ինչ ենք տեսնում։ Մենք տեսնում ենք, որ մի տեսակ սկսում է կասկածել Աստծուն, չէ՞ որ Աստված էր իրենց հանել։ Սկսում է հուսահատվել, հուսախաբվել, չհավատալ, ինչը մեր ամենօրյա կյանքում մեր փորձառությունն է, երբ մենք հանդիպում ենք դժվարության, մեր մեջ ուժ գտնելու, մեր հույսը, հավատը, սերը ամրապնդելու եւ ապավինելով Աստծուն այդ դժվարությունը հաղթահարելու, մենք շատ հաճախ սայթաքում եւ ընկնում ենք մի կողմից մոլությունների, մյուս կողմից հուսահատության, հավատի կորուստ ենք ունենում, լցվում ենք ներքին ատելությամբ։ Այսա դառնում է այն թույնը, որը սկսում է խայթել։ Այստեղ ուխտի ժողովրդի այս ընդվզումից հետո անապատի օձերը սկսում են խայթել նրանց։ Ոմանք մեռնում են, իսկ մի մասը գալիս է Մովսեսի մոտ, խնդրելով, որ մի ճարտ հասկանալով, որ սխալվել են։ Ինչ է անում Աստված։ Նշան է ուղարկում նույն օձի կերպարանքով։ Ուրեմն օձը դառնում է նրանց մահվան պատճառ խայթելով։ Բայց նույն օձը պատվիրում է Մովսեսին բրոնզաձույլ կանգնեցնել մեջտեղում բանակատեղի, եւ ով օձից թունավոր խայթոցով կվիրավորվի, եթե նայի այդ նշանին, կփրկվի։ Հետաքրքրական է, որ օձերը չեն վերանում, մնում են, որպես խայթող օձեր, այսինքն վտանգը մնում է, բայց չեզոքացվում է այդ վտանգի մահացու լինելը։ Եվ Հիսուս իր խաչի բարձրացումը համեմատում է այդ օձի բարձրացման հետ պղնձած ձույլ։ Մենք ասում ենք խաչի ճանապարհով Հիսուս հաղթեց մահվանը եւ հարություն պարգևեց, հարության հնարավորություն տվեց։ Եվ հարց է առաջանում. իսկ ինչու չվերացրեց չարիքը, մահը, խայթոցները։ Ճիշտ նույն ձևով մնում է մեր կյանքում մեղքը, անարդարությունը, ատելությունը, կեղծիքը, բայց այս ամենի հակաթույնը առաջարկված է մեզ խաչի նշանով։ Այնտեղ,
նայում էին այդ փրկության ակնկալիքով, հույսով, հավատով, այստեղ մենք խաչին նայում ենք Տիրոջը հավատալով։ Հավատ, որը ներառում է ամբողջ մեր ապավինությունը Տիրոջ նկատմամբ։ Այսինքն խաչը օբյեկտիվ իրականություն է։ Ոչ թե որ գրված էր, դրա համար Հիսուս խաչվեց, այո, գրված էր։ Մարգարեները Աստծո ներշնչանքով տեսել էին ապագան եւ փրկության ծրագիրը։ Բայց դա չի նշանակում, որ կույր ճակատագրապաշտությամբ Հիսուս պետք է անպայման խաչվեր, Հուդան պետք է անպայման մատներ, որտեղ կորչում է Աստծո ազատությունը։ Հիսուս կանգնած էր խաչից հրաժարվելու փորձության առջև, մարդկայնորեն։ Բայց գնաց այդ քայլին, որովհետև դա էր մարդու փրկության ճանապարհը։ Այսօր էլ մեր կյանքում այդ ընտրությունը մեր առջև դրված է։ Կամ մենք հասարակության մեջ առկա անարդարության, կեղծիքի, ատելության, որից բռնություն է ծնվում ամեն քայլափոխ, այդ ճանապարհով ենք գնում, արևի տակ մեր կյանքը ապահովելու, որը ի դեպ կյանք չի տալիս մեզ։ Կամ մենք գնում ենք հակառակ հոսանքին, ապրելով սիրո, ճշմարտության եւ արդարության կյանքով եւ արդյունքում բախվում ենք խաչի իրականությանը, ամեն մեկս մեր խաչի։ Մեր եկեղեցիներում խաչը ծաղկած է, որովհետև սիրուց, ճշմարտությունից եւ արդարությունից կյանք է բխում։ Մեր հայրերը, երբ պատկերել են խաչը, իրենց ընկալումն են արտահայտել։ Եվ կյանքի ճանապարհը դա սիրո ճանապարհն է։ Կյանքի ճանապարհը դա արդարության ճանապարհն է։ Կյանքի ճանապարհը դա ճշմարտության ճանապարհը, որը առերևույթ տանում է բախման եւ խաչի կանգնեցման։ Բայց հեռանկարը կյանքն է եւ հատկապես հավիտենական կյանքը։